Սիրով ուզում եմ ձեզ ներկայացնել դրվային աշխատանքս թեման գրադարանների մշակութային միջոցառումների ազդեցությունը համայնքի ընթերցանցեր միջավայրի վրա։ Կազմված է ներածական մասից, 3 գլուխներից, որոնք են իրենց ենթագլուխները, եզրակացություն, հետազոտական աշխատանք և ներածական մաս։ Ինչ ում թեմային անդրադառնալը կցանկանամ միտքս սկսել հնդիկ մաթեմատիկոս, Հնդկաստանի գրադարանագիտության հայր, այդպես են նրան անվանում, Շիարի Ռամամրիտա Ռանգանաթանի գրադարանային 5 օրենքների հնչեցման։ Գրադարան գիրքը օգտագործվող գիրքը օգտագործման համար է։ Գրադարանը պահուշ չէ, այլ կենդանի տարածք է։ Յուրաքանչյուր ընթերցողի իր գիրքը, յուրաքանչյուր գրքի իր ընթերցողը։ Ամեն մարդ պետք է գտնի իրեն անհրաժեշտ տեղեկությունը։ Ամեն գիրք ունի իր հասցեատերը։ Խնայեք ընթերցողի ժամանակը։ Կատալոգները, դասակարգումը և սպասարկումը պետք է լինեն արագ և հարմար։ Գրադարանը զարգացող օրգանիզմ է, այն զարգանում է, մշտապես փոխվում և զարգանում է հասարակության հետ միասին։ Ընթերցելով այս օրենքները և ծանոթանալով նրան, պետք է ասենք, որ այն այսօր էլ շատ արդիական է, քանզի մեծ առաջընթաց է ապրում կյանքի յուրաքանչյուր բնակավար, այդ ընթացքում նաև գրադարանները, չնայած իրենց առջև ծառացած բազում խնդիրների։ Նրանք որդեգրել են մի շատ կարևոր գաղափարախոսություն, այն է ամուր պահել պահպանել աստղայինը և նրան սերտ միաձուլել ժամանակի ընթացքում ի հայտ եկած յուրաքանչյուր նորը, նորաշունչն ու նորաբոճը և հստակ քայլերով առաջ ընթանալ։ Այսօր, ինչպես գիտենք, վերօրերում գրադարանը վերածվել է մշակութային, կրթական, տեղեկատվական, բազմաֆունկցիոնալ կենտրոնի, որը կարևոր դեր ունի համայնքի ձևավորման գործընթացում։ Գրադարանների մշակութային միջոցառումները, տարաբնույթ ծրագրերը, հեքիաթի ընթերցանության ժամերը, այս ամենը օգնում են խթան հանդիսանալ ընթերցանությանը, պահպանել հասարակության տարբեր շերտերի մշակութային արժեքները և հասարակության տարբեր շերտերի միջև համագործակցության խորացմանը։ Այս աշխատանքը միտված է բացահայտել, վերլուծել, ամրապնդել գրադարանների մշակութային միջոցառումների ազդեցությունը համայնքի ընթերցողական միջավայրի ձևավորման վրա և միտված է ցույց տալու, որ գրադարանները ոչ միայն տեղեկատվական կենտրոններ են, այլ նաև բաց մշակութային հարթակներ, որտեղ ձևավորվում են մտածող, խելացի, ընթերցող, կիրթ քաղաքացին, մեր վաղվա քաղաքացին։ Գրադարանային գործ մասնագիտության մասին, այս թեմայի մասին խոսելիս ուզում եմ խոսքը սկսել արգենտինացի գրող Լուիս Բորխեսի խոսքերով։ Ես միշտ պատկերացրել եմ գրադարանը որպես դրախտը, որպես գրքերով լի տարածք։ Գրադարանագիտությունը մատենագիտություն է, գրքագիտություն է, սոցիոլոգիա, հոգեբանություն, մանկավարժություն, թանգարանային և արխիվային գործ։ Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները արագ զարգացում են ապրում, գրադարանը ոչ միայն ընթերցանության վայր է, տեղեկատվական աղբյուր, այլ այն հանդիսանում է թվային գիտելիքի կենտրոն։ Այստեղ ստեղծվում են էլեկտրոնային հավաքածուներ, թվային արխիվներ, առցանց մատենաշարեր, և այս ամենը հնարավորություն է տալիս օգտվողին շատ արագ և ճիշտ գտնել իրեն անհրաժեշտ տեղեկությունը և անշուշտ իր շատ հարցերի պատասխաններ։ Այս առիթով շատ գեղեցիկ
արտահայտվել է մեծ մտածող Ալբերտ Էյնշտեյնը, նա ասել է, գիտելիքը սկսվում է այն վայրից, որտեղ սկսում են ճիշտ հարցեր տալ։ Միանշանակ կարող ենք ասել, որ գրադարանը հստակ այն վայրն է, որտեղ կարող են ճիշտ հարցեր առաջադրել եւ անշուշտ ստանալ դրանց ճշգրիտ պատասխանները։ Կարող ենք այդ պարագայում վստահորեն ասել, որ գրադարանը այն վայրն է, որտեղ կարող են ձեռք բերել նորանոր գիտելիքներ եւ հանդես գալ մի հարթակ է, որտեղ կարող են ձեռք բերել նորանոր գիտելիքներ։ Գրադարանային մասնագիտության շրջանակում ուզում եմ անդրադառնալ նշորեն այս բազմազանության մեջ գրադարանավարի աշխատանքին մի փոքրիկ գրադարանավարը ոչ միայն մշակութային արժեքներ պահպանող է հանդիսանում, ոչ միայն տեղեկատվական աղբյուրները հասանելի դարձնող ընթերցողների համար, այլ նաև միջնորդ եւ խորհրդատու, որ օգնում են ընթերցողին գտնել իրեն ճիշտ հարցերի պատասխանը եւ անշուշտ այն նաև ճիշտ օգտագործել։ Գրադարանավարի պատրաստվածությունը, կազմակերպվածությունը օգնում է ճշգրիտ իր աշխատանքը կատարել։ Այս աշխատանքը սիրում եւ ընտրում են այն մարդիկ, ովքեր ավելի կազմակերպված են, ավելի պատրաստակամ են ծառայելու հանրությանը։ Գրադարանային գործը կարևոր դեր ունի հասարակության մտավոր զարգացման եւ գիտելիքի փոխանցման գործում, ուստի այն համարվում է հասարակության համար անհրաժեշտ եւ կարևոր մասնագիտություն։ Ուզում եմ անդրադառնալ այն նշանավոր գործունեության ժամանակ աշխատել է Էջմիածնի Սինոդ գրադարանում, իդեպ թարգմանաբար նշանակում է քայլենք միասին, որտեղից էլ մեզ համար պարզ է դառնում, որ նա աշխատել է եկեղեցական գրադարանում։ Նրա գաղափարախոսության հիմքում ընկած է կրթել, լուսավորել մարդկանց մշտապես։ Հաջորդ անունը հնչեցնելիս կարծում եմ բոլորիս դեմքին ժպիտ կհայտնվի հայ հանճարեղ գրող Հովհաննես Թումանյանն է, ով նրա անունը մշակութային գործունեությունը պրպտելիս չենք տեսնում, որ նա երկար ժամանակ աշխատել է գրադարանում, սակայն այն որոնումների ընթացքում մենք համոզվեցինք, որ նա մշտապես սատար է կանգնել գրադարանի հետ կապված բոլոր նախաձեռնություններին եւ նրա գիրքը լույս է հրաշալի բառերը դարձել են հայ հասարակության գրքասեր հանրության շուրթերին որպես կարգախոս եւ հնչում են գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ։ Նրա մասին բազմաթիվ են հրաշալի պատմությունները, որոնք փաստում են նրա հարազատները, բարեկամները, մտերիմներն ու ընկերները, սակայն այս բազմաթիվ խոսքերից ավել ուզում եմ մի փոքրիկ դրվագով ներկայացնել, որը ավելի խոսուն ասելիքով լի կլինի, քան երկար բառակապակցությունները։ Պատմում են, որ օրերից մի օր մտերիմներից մեկը մոտենում է հանճարեղ բանաստեղծին գիրք խնդրելու համար։ Եվ վարպետը մոտենում է գրադարակին, ժպիտով նայում գրքին եւ ասում. «Գիտես, գիրքը քեզ կտամ միայն մի պայմանով, եթե այն վերադարձնելիս դու ավելի խելացի լինես, քան այսօր գիրքը խնդրելիս»։ Այդ դեպքում վարպետ գիրքը պետք է մնա իմ ողջ կյանքում ինձ մոտ, ոչ գիրքը տուն ունի, գիրքը պիտի վերադառնա իր տուն, իսկ խելքդ թող մնա քեզ մոտ։ Կարծում եմ սա շատ ասելիքով լեցուն է։ Հանճարեղ բանաստեղծի կարծիքով գիրքը մտքի հաց է, հոգու սնունդ, իսկ գրադարանը կրթության օջախ։ Հաջորդ անունը, որ ուզում եմ հնչեցնել, խորին
ակնածանքով Մխիթար Սեբաստացի, այո, 18-րդ դարի հայ մեծ լուսավորիչ Մխիթար Սեբաստացի, ով իր գործունեության ընթացքում բաց արեց բազմաթիվ դպրոցներ, զարկ տվեց գրատվությանը, տպագրվեցին բազմաթիվ դպրոցական դասագրքեր, բառարաններ, և պատահական չէ կարծում եմ, որ Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում իր ուրույն տեղն ունի նաև Տիգրան Հայրապետյան գրադարանը, այս երկու լուսավորիչները միմյանց հետ կարծես թե լրացնում են, մեկը 18-րդ դարի լուսավորյալ մարդ, լուսավորիչ, իսկ մյուսը արդի ժամանակների քաղաքական մտքի վերլուծաբան և երկուսին էլ արժևորում են գիրքը գրքից բխող լույսը։ Ուզում եմ այս թեմայից անցում կատարել գերմանացի հանճարեղ, իդեպ Շիրվանզադեն նույնպես երիտասարդ տարիներին, Ալեքսանդր Շիրվանզադեն Թբիլիսիում երկար տարիներ աշխատել է գրադարանում, գրադարանային գործ է վարել հայկական մշակութային կրթօջախում, ապա անցում կատարել գերմանացի հանճարեղ գրող և երաժիշտ Գյոթեին, ով երկար տարիներ աշխատել է Վայմարի դասական գրադարանում։ Նրա կարծիքով նա, ով սիրում է գիրքը, երբեք կյանքում միայնակ չի մնում։ Ուզում եմ այս պահին անցում կատարել արգենտինացի գրող, նշանավոր գրող Լուիս Բորխեսին, ով հրաշալի անմահացած տողեր է նվիրել, ես մեկ անգամ արդեն ասացի, որ իր կարծիքով դրախտը գրքերով լի մի մեծ գրադարան է, սակայն ասեմ, որ ես իմ որոնումների, պրպտումների մեջ մեկ այլ հրաշալի միտք հայտնաբերեցի, որը սիրով կուզենամ հնչեցնել ձեզ համար։ Նա ասում է, կան մարդիկ, ովքեր մտածում են, որ աշխարհը չեն կարող պատկերացնել առանց թռչունների, կան մարդիկ, ովքեր աշխարհը չեն կարող պատկերացնել առանց ջրի, իսկ ինչ մնում է ինձ, ես աշխարհը չեմ կարող պատկերացնել առանց գրքերի։ Եվ Լուիս Բորխեսը կյանքի վերջին տարիներում նույնիսկ կորցնում է իր տեսողությունը, սակայն սիրով աշխատում է գրադարանում, Բուենոս Այրեսի ազգային գրադարանում որպես տնօրեն նաև համարելով դա ի վերուստ տրված այդ աշխատանքը պարգև իրեն։ Այսքանը մեր հանճարեղ մարդկանց մասին ես որում եմ։ Ելենա ջան, ձեզ լսելը շատ հաճելի է, մենք ձեզ սիրով կարող ենք շանրով լսել, բայց ժամանակի մեջ պետք է տեղավորվենք։ Պատրաստ եմ, անցկացրել ավարտեց։ Ավարտեցիք, չէ՞։ Ավարտեցիք, չէ՞, Ելենա ջան։ Ավարտեց։ Ղեկավարը։ Բայց մի գեղեցիկ ձեզ նվերում եմ։ Շատ լավ։ Դա վերջում, այդ դիտել միշտ նվեր է։ Չէ, եկեք։ Թող նա վերջում էլի։ Վերջում թե հիմա։ Խոստացել ենք հիմա, թող ասի, ես էլ խոստացել եմ ամբողջությամբ, որ վիդեո անեմ։ Շնորհակալություն, որ թույլ եք տվել, բայց կարծում եմ այսօր հուզված ենք մենք մանկան նման, քանզի հղում ենք խոսք ավարտական։ Իրապես թանկ է այստեղ ամեն բան, թանկ է ու կանչող, օջախ, լսարան, ծաղկարատ այգին, բնությունն անգամ, բայց ամենաթանկը դուք եք միայն։ Եկել ենք ասենք, որ ջերմ եք այնքան, որ պարուրել եք մեզ սիրով անսահման, և ձեզ այրելով արևի նման նվիրել եք մեզ ջահը գիտության, խորհուրդներով ձեզ միշտ արդիական, պարգևել եք մեզ օրեր աննման, տարել եք անցյալ, ցույց տվել ներկան և ուղղորդել եք լուսե ապագան։ Մեր դասախոսներ և Տաթև Բլեյան, այս լույսի համար, այս օրվա համար ձեզ ենք պարտական, խոնարհվում ենք մենք, ասում անվարան, դուք թանկ եք, լույս եք, գանձ եք իրական։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործվածքում, ներկայացնում
վերջին մասին անդրադարձ եմ կատարել հենվելով կրթահամալիրի փորձի հիման վրա, քանի որ դասավանդում եմ նաև կրթահամալիրում, բովանդակություն է ներկայացված նախաբանից, 3 գլուխներից ու կրթահամալիրի փորձն է ներկայացված, նաև փոքրիկ հարցում եք իրականացրել կրթահամալիրի սովորողների և դասավանդողների շրջանակում։ Թեման արգեական է, քանի որ 21-րդ դարը թվային ռեսուրսների զարգացման դարաշրջան է ու դրանից գրադարաններ անմասն չի կարող մնալ ու այս թվային տեխնոլոգիաների զարգացումը բերել է նրան, որ ստեղծվեն նաև էլեկտրոնային գրադարաններ։ Համացանցում, այսպես ուսումնասիրելու արդյունքում տեսա, որ 1970 թվականին է ստեղծվել առաջին էլեկտրոնային գրադարանը, բայց 2000-ականներին նոր շարունակվել է միտումը, կրթահամալիրում են էլեկտրոնային գրադարանը 2010 թվականից հետո է ստեղծվել ու այստեղ դիպլոմային աշխատանքի նպատակն է եղել նաև էլեկտրոնային նյութերի գրադարանների վերակրթության մեջ դա են կարևորել, վերլուծել զարգացման միտումները և բացահայտել թվային ռեսուրսների հնարավորությունները։ Ինչ են տալիս էլեկտրոնային գրադարանները, կարողանում ենք ավելի արագ գտնել անհրաժեշտ նյութը, շատ արագ են գտնում, հասանելի են բոլորին 24 և 7 ձևաչափով, այսինքն ցանկացած պահի էլեկտրոնային նյութը կարող է հայտնվել մեր սեղանին ու կախված չի նրանից, թե որտեղ ենք մենք։ Դա լայն հնարավորություն է տալիս, տեղեկատվությունը հեշտ է պահպանել, տարածել, չնայած սա էլ իր խնդիրներ ունի, որ երբեմն կորում են, այ հետազոտություն կամ փոքրիկ, որ նախագիծ է իրականացրել ու կորել է այդ նյութը, բայց ամեն դեպքում կներկայացնել գիրքը կա, պարզապես նախագծի ընթացքը, որ կուզեի ներկայացնել, դեռ չկա, քանի որ կայքը խափանվել է։ Տեխնիկական խնդիր է եղել։ Դա ներկայացնել մեր փորձը կրթահամալիրում էլեկտրոնային ռեսուրսների ստեղծումը ինչպես ենք իրականացնում։ Իրականացնում ենք բլոգային ուսուցում ու հենց բլոգներն էլ ինքնին դառնում են փոքրիկ էլեկտրոնային հարթակներ, գրադարաններ, որտեղ նպատակը ոչ թե սկզբանե ստեղծվածն է արդեն, այլ ընթացքում ստեղծվելիքը նախագծերն են համակարգվում, տարբեր տեղեկատվական նյութեր են ստեղծվում, ուսումնական նյութեր, ընթերցանության նյութեր, ու այդպես հավաքվելով կարծես ստեղծվում է փոքրիկ էլեկտրոնային գրադարան։ Բլոգներ ունեն ոչ միայն դասավանդողները, այլ նաև 3-րդ դասարանից սկսած բոլոր սովորողները։ Եվ իրենք էլ կարծես իրենց փոքրիկ էլեկտրոնային գրադարանը իրենց անձնական հավաքում են հենց այդտեղ։ Իմ փորձից ուզում եմ ասել, որ ոչ միայն բլոգներն են կիրառվում, այլ էլեկտրոնային փոստի հարթակում OneDrive հարթակ կա, որը կիրառել եմ, օրինակ մաթեմատիկայի ֆայլերը աշխատելիս, քանի որ էլեկտրոնային տարբերակով ենք աշխատում ու էլեկտրոնային գրքերով, դրանք տեղադրված էին իմ էլեկտրոնային OneDrive հարթակում ու սովորողներն են հնարավորություն ունեին դրանով աշխատելու, արդյունքում ես կարողանում էի հետևել սովորողի աշխատանքին ու սովորողի համար էլ միշտ տեսանելի էր դա, այսինքն անգամ եթե համակարգիչը չուներ որոշակի տեխնիկական հնարավորություններ, այս դեպքում այդ խնդիրը մենք լուծել էինք, կարողանում էինք այդպես աշխատել։ Թվային գրագիտության մասին ուզեի նաև անդրադառնալ, որ տեղեկատվությունը որոնելիս կարևոր է, որ աղբյուրները գնահատենք, որպեսզի անվտանգ ու ճշգրիտ աղբյուրներ ունենան, անվտանգ աշխատենք համացանցում, տեղեկատվությունը մշակելիս նաև պահպանենք հեղինակային իրավունքներ, անպայման նշենք որտեղից ենք վերցրել, որպեսզի հեղինակային իրավունքների խախտում չլինի։ Մի փորձ եմ ներկայացնեմ այն թվային էլեկտրոնային գրքի ստեղծման դասարանում, երբ որ Իրանական Հանրապետության գրադարանը արդեն էլեկտրոնային գրքերը թվայնացնում են և դարձնում էլեկտրոնային գրքեր, հաճախ օգնում էին ավագ դպրոցի, միջին դպրոցի սովորողները
ու իմ դասարանում հայտնվեց սկաներ գործիքը, մի դասագիր ունեինք, որը Կրթահամալիրի հեղինակային դասագրքերից էր, բայց քանակը քիչ էր ու բոլոր սովորողներին չէինք կարող տալ, որոշեցինք դասարանում սկանավորել։ Սովորողների հետ գործիքից օգտվելը սովորեցինք, սկանավորեցինք, խմբավորեցինք, դարձրեցինք PDF ֆայլ եւ ուղարկեցինք Իրան Հայրապետյան գրադարան, որպեսզի տեղադրեն, այսինքն սովորողը բացի այդ թվային ռեսուրսը սպառելուց նաև ստեղծող է դառնում։ Այս դեպքում եւ բլոգային հարթակում եւ ստացվում է, որ ստեղծում է նաև թվային գրքեր։ Փոքրիկ հետազոտություններ են անցկացվել, հա, թե այ էլեկտրոնային ուսումնական ռեսուրսները ինչպես են օգտագործվում ու ապագայի ինչ հետաքրքիր միտումներ կան, հետաքրքիր պատասխաններ են ստացվել, սովորողների եւ դասավանդողների մեծ մասը, եսից ավելի նշում է, որ օգտվում է էլեկտրոնային գրադարաններից, 30%-ը նշում է, որ մշտապես է օգտվում, շատերը հաճախ ստեղծում են ուսումնական նյութեր, աուդիոգրքեր, տեսանյութեր։ Ես առաջարկել, որ զարգացնենք տեխնիկական բազան, կայուն ինտերնետ ապահովենք, ստեղծենք նոր թվային ռեսուրսներ եւ թվային գրագիտությունը զարգացնենք։ Էլեկտրոնային գրադարանները ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներ են, դրանք բարձրացնում են ուսուցման արդյունավետությունը, զարգացնում են ինքնուրույն ուսումնառության հմտությունները եւ թվային ու ավանդական կրթությունը միևնույն է դեռ համատեղվում են։ Երկուսն էլ կան։ Հարցերի մեկ շնորհակալություն, ավարտեցիք, չէ՞։ Ղեկավարն է։ Ղեկավար Արմինեն Աբրահամյան անատեսում է։ Հա, այսօր իրենք ճամփորդում են, բայց ես մի երկու բառ կարող եմ ասել, քանի որ իրենք հաճախ եկել են գրադարանում են աշխատել, գիտեմ, որ շատ սերտ համագործակցել են, մշտապես կապի մեջ են եղել եւ ինչը ներ շատ կարեւոր է, շատ կարեւորում ենք, որ ուսանողները ոչ թե այդպես վերջի պահին, այլ մաս-մաս անելով աշխատանքը գնում են, սա շատ կարեւորում ենք, որ իրենք ընթացիկ են աշխատում եւ ոչ թե կուտակում են, այսինքն հատված ուսումնասիրելով, յուրացնելով գնում են։ Ես իրենց այդպես հաճախ եմ գրադարանում տեսել միասին աշխատելիս։ Գրաֆոսը տեղում է։ Համեց է, լսում եմ ձեզ։ Որ թվականի շրջանավար։ 2025 թվականին եմ ավարտել եւ աշխատել Մեդիկալի էլեկտրոնային գրադարանի հնարավորությունները զարգացման նորմեր, էլեկտրոնային ռեսուրսների խթանարարությունը կրթական գործընթացի թեմայով դիմումային աշխատանքը նվիրված է ժամանակակից կրթական համակարգում էլեկտրոնային գրադարանների թվային ռեսուրսների հնարավորությունների և զարգացման դիմումների ուսումնասիրությանը։ Թեման արդյունավետ է, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում կրթության թվայնացումը դարձել է կրթական քաղաքականության և մանկավարժական գործունեության կարևոր ուղղություններից մեկը։ Աշխատանքում ներկայացված են էլեկտրոնային գրադարանների ձևավորման պատմությունը, դրանց նշանակությունը, կրթական գործընթացում շեշտ, նաև թվային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները։ Ցուցաբերվել է թեմայի բավարար ուսումնասիրություն։ Կառավարվել է համադրութական և գործնական փորձը, հատկապես արժանքավոր էր աշխատանքի փորձարական մասը, որտեղ ներկայացված է Մխիթար Սևաստացի կրթահամալիրի իրականացնող բլոգային ուսուցման փորձը, որը որ շատ կարևոր է, որը շատ լավ փորձ է տվել, որ կարողանանք նաև մեր աշխատանքին կիրառել։ Ուսումնական նյութերի թվայնացումը գործընթաց է դրանց արդյունք սովորների մեդիագիտության և ինքնուրույն աշխատանքի զարգացման վրա։ Դրական է նաև այն հանգամանքը, որ աշխատանքը ներառում է հետազոտական բաղադրիչ։ Իրականացվել են հարցումներ դասավանդողների և սովորողների շրջանում, կատարվել է արդյունքների վերլուծություն և ձեռնարկվել է համապատասխան ներկայացում և առաջարկություններ։ Մեր իդեալի դիմային աշխատանք համապատասխանում է կոլեկտիվական աշխատանքների ներկայացնող պահանջին, ունի տեսականի գործնական նշանակություն և արժանի է բարձր Մենք այս տարի
մարզաժողովի մեր հարգելի նախագահին ասեմ, որոշել ենք Քրիստինեի հետ քննարկելով, որ գրախոսները լինեն մեր շրջանավարտները, նախ դա հնարավորություն կտա գործընկերային կապը պահել, շարունակական, հա, այդ գործընկերությունը պահել, նաև հետադարձ կապի հնարավորություն կտա, իրենք կտեսնեն իրենցից հետո ընկերներին, այսինքն այդ միջգրադարանային ընկերությունը այստեղ կստեղծվի, էլի, Ողջունելի նախաձեռնություն է։ շնորհակալ եմ։ Ձեր սեր Շնորհակալ եմ։ Հա։ Եվ մերի շատ լավ աղջիկ եք ամեն Եվ լավ աշխատանքներ եք կայացրել, Գասպարյան Ելենա, Կին Ելենա ջան, համեցեք։ ներողություն, մի փոքր բարձր կարելի է։ Հարգելի նախագահ, սիրելի դասախոսներ եւ ներկաներ, սիրով ողջունել ձեզ եւ ներկայական Ելենա Գասպարյան, սովորական գիտար Սեբաստացի կամարի գրադարանի գործ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Մարկեն։ Սիրով ներկայացնում այն աշխատանքս թեմա գրադարանները հասարակության զարգացման երաշխի, ընթերցանության դերը զինվորականի կյանքում։ Գրադարանագիտությունը որպես գիտականություն ուսումնասիրում է գրադարանային գործունեության տեսական ու գործնականությունը եւ դրանց ազդեցությունը հասարակության զարգացման։ Գրադարանները հասարակության զարգացման երաշխիք են, քանի որ այն միակ է, որտեղ տեղի է ունենում սերունդների միջև մշակութային երկխոսություն եւ արժեքների արդիականություն աշխատանքի պայմանավորված է նրանով, որ այսօր գրադարանները չեն սահմանափակվում դրամադրման, այլ իրականացնում են կրթական, տեղեկատվական, դաստիարակչական եւ հոգեբանական նշանակություն ունեցող ծրագրեր։ Այսօր ովքեր որ հետաքրքրված են գրադարաններով, նկատած կլինի, որ գրադարանների դերը զգալիորեն փոխվել է մոտ ռեսուրսների, տեխնոլոգիաների ներթափանցմամբ եւ հասարակության պահանջների ավելացմամբ։ Այսօր գրադարանները շարունակում են իրենց առաքելությունը պահպանելով տեղեկատվության եւ գիտելիքի հաճելիությունը։ Ընթերցանությունը որպես մտավոր զարգացման հիմնական միջոց կարևոր է յուրաքանչյուրիս կյանքում, այդ թվում զինվորական կյանքում, ում գործունեությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, հոգեբանական հավասարացություն եւ հայրենասիրական գիտակցություն։ Գաղտնիք չէ, որ այսօրվա մեր իրականության մեջ խորհրդային քրիզումից հետո Հայաստանի Հանրապետության անկախության անցած 30 տարիների ընթացքում հայ երիտասարդների կապացությունը ունեցել է ֆիզիկական եւ հոգեբանական խիստ ազատություն։ Իսկ 44-օրյա պատերազմապարտությունից եւ Արցախի կորստից հետո կարելի է արժեվ դրված բանակաշինության գործընթացի պայմաններում հայ զինվորի գիտակցական հայրենասիրական ոգին բարձրացնելու միջոցառումների անհրաժեշտություն։ Այստեղ ընթերցանությունը կապահովի կարողանալ որպես զինվորի ինքնակրթության, ինքնաճանաչման, բարոյահոգեբանական ամրագրման գիտական միջոց։ 44-օրյա պատերազմը իմ կարծիքով մեր պատմության, մեր ժողովրդի ամենածանր եւ նորագույն էջերից մեկն է։ Այդ օրերին հազարավոր զինվորներ եւ կամավորներ անունելով հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց վրա վերցրեցին պատերազմի գործընթացությունը։ Այդ մասնակիցների թվում էր նաեւ իմ ամուսինը, ով անմիջական մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին եւ վերադարձել իր հետ բերելով պատերազմի փորձը, հիշողությունը եւ ներքին պայքարը։ Պատերազմից վերադարձած զինվորի կյանքը չի կարող սահմանափակվել միայն ֆիզիկական անվտանգությամբ։ Այն ներառում է զինվորի ինքնահոգեբանական վերականգնման, ինքնաճանաչման եւ հասարակության մեջ նորից իր տեղը բռնելու գործընթաց։ Ուսումնասիրությունը դիպլոմային աշխատանքով ներկայացրել է Արարատ քաղաքի պատկանող զորամասերից մեկով, ի սկզբանե կապ է հաստատել տվյալ զորամասի գրադարանավարի հետ, այնուհետև այցելել են զորամաս եւ ուսումնասիրության ընթացքում բացահայտել են, որ տվյալ զորամասը, որ ստեղծվել է 1956 թվականի մայիսի 29-ին, միևնույն ժամանակ Ռուսու ֆաբրիկայի բանալի պատկանող գրադարանը կողմնակցվել է նորաստեղծ զորամաս, որն արդեն գործում է շուրջ 30 տարի։ Այդ տարիների ընթացքում գրադարանը ունեցել է հազարավոր ընթերցող սպաներ, ենթասպաներ, պայմանագրային ժամկետային զինծառայողներ եւ քաղաքացիական գրադարանում առկա էին 1200 գրքեր, բրոշյուրներ եւ ամսագրեր։ Գրադարանը մարտական հինակետեր եւ ստորաբաշխումներ
զինվորները ապահովում են գրքերով և հայ զինվոր շաբաթական գրադարանի աշխատանքն է նաև կազմակերպել զորամասում հաշվառված հայերենի չտիրապետող, հայերեն գրել կարդալ չկարողացող զինծառայողների գրադարանչության ուսուցում։ Գրադարանավարը անձնակազմի արդեն հանդես է գալիս բարոյական գեղագիտական թեմատիկ դասախոսություններով, ինչպես նաև գրադարանում ամեն կիրակի հաջորդաբար կազմակերպվում է միջոցառումներ, լույս ցերեկումներ, վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, թեմատիկ երեկոներ, գրքի քննարկումներ։ Գրադարանավարը նաև աշխատանք է տանում հակաբանակային ազգայնամոլական ուղղվածությունը վերացնելու նպատակով։ Զորամասի հոգևոր սպասարկողների մասին աշխատում է զինվորներին հեռու պահելու պահանջներից։ Զորամասը բացի գրադարանից ունի նաև գրական ակումբ, որի պատասխանատուն համարվում է գնդի ակումբի պետը։ Նրա պատասխանատվության մեջ մտնում է ոչ միայն իր աշխատանքի կազմակերպումը, այլ գրադարանի մշակութաժամանցային ունեցվածքը պահպանելու և գրքանի ֆոնդը ճիշտ օգտագործելու և խնայելու համար։ Օրվա կարգացուցակով նախատեսված ինքնապատրաստության շնորհիվ գծված ուսումնական հաստատությունների հաջողի հայ գրականություն առարկաները դասավորող ուսուցիչների հետ միասին գրադարանավարը և ակումբի պետը համատեղ անցկացնում են թեմատիկ դասախոսություններ հայոց գրերի գծի, հայ էդուկացիան ստորագրման և զարգացման, հայկական բարբառների, Սասնա ծռեր էպոսի գծվածքների վերաբերյալ։ Ինչպես նաև շատ արժեքավոր և կարևոր նյութ եմ համարում դիպլոմային աշխատանքից գործնական մասը, կազմել եմ հարցաշար օնլայն հարթակում, ուսումնասիրությունս անցկացրել եմ ընթերցանության մասին թեմայով զինվորականների միջավայրում, հարցմանը մասնակցել է 102 զինվորական։ Թեմայի քննության ընթացքում զուգահեռներ եմ տարել հանրային և զորամասի գրադարանների միջև և եկել եմ այն եզրակացությամբ, որ թե հանրային, թե զինվորական գրադարանների միջև կա և էական տարբերություններ և ընդհանրություններ։ Այսպիսով, եթե հանրային գրադարանը համարվեված բազմաֆունկցիոնալ միջավայր, որը հաստատելի է հանրության բոլոր շերտերի համար և կարող է ձևավորել աշխարհ քաղաքացի, ապա զորամասի գրադարանը փակ հատուկ նպատակային միջավայր է, որը օգնում է կերտել գիտակից և հոգեպես ամուսնիներ։ Երկուսի արդյունավետ աշխատանքը կապված է գրադարանավարի ճիշտ մասնագիտական մոտեցումից և ընթերցողի կարիքների դրամատումից։ Այսպիսով գրադարանավարը ի տարբերություն հանրային գրադարանավարի, զորամասի գրադարանավարը պետք է տիրապետի հոգեբանական հմտություններին, հաշվի առնելով զինվորի տարիքը, կրթական մակարդակը և հոգեվիճակը։ Այսպիսով կարող եմ ասել, որ զինվորական գրադարանների զարգացումը մեր պետական անվտանգության և բանակի հաղթանակության ամենակարևոր օղակն է, իսկ ամուր գիտակից զինվոր և հոգեպես ամուր զինվորը համարվում է մեր պետության պաշտպանության ամենամեծ երաշխիքը։ Այսքան։ Հայաստանում քանի զորամասում գրադարան Մեկ համասի օրինակով եք դուք Վարդենիսի մասին հարցմանս նաև մասնակցել եմ Վարաշենքի զորամասից մեկը, որտեղ ծառայել է ամուսինս, ծառայություններն եմ մասնակցություն ունեցել և ճամբարակում։ երեք Այլ հարցեր կան։ Իր ղեկավարն ով է եղել։ Հա, մի քանի բառ էլ դուք ասեք պատվելիդ համար։ Կարծես թե ասելու բան չթողեց, հաստատեց, որ ինքը հրաշալի տիրապետում է իր թեմային, բարեփիղճ, աշխատասեր, պատրաստական մասնավորություն է, հրաշալի է աշխատել և ինձ համար իսկապես նորություն էր այսքան տարիների ընթացքում, սա առաջին աշխատանքն է, որ վերաբերում է զինվորական զորամասի գրադարանին և այդ առումով բավական հետաքրքիր թեմա էր ինձ համար էլ, սիրով եմ ղեկավարել և ասում եմ արդարացրել եմ բոլոր հոսերը, շնորհակալություն։
Գրախոսը նաև գրադարանում աշխատել է կրթահամալիրի ավագ ինքը մայրենի լեզվի մի 6-7 ուսուցիչներ կան, իրենց հետաքրքրում են հասմիկի գրադարանավարային գործերից եւ շատ գոհ էին Գրախոսը Լիաննան է Դարփինյան, ինքը ճանապարհին է ամենայն հավանականությամբ, պիտի գար այդպես էր ասել, թե թեկուզ դուք կարդեք, Հասմիկ ջան, դուք կարդացեք։ Հասմիկ ջան, գուցե այդտեղից կամ լավ այստեղից ես կարդամ։ Գրադարանային Կարդացեք, Հասմիկ ջան, դուք ուզում եք։ Ես ավելի լավ եմ կարդում։ Կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործ մասնագիտության ուսանող Հասմիկ Մարգարյանը դիպլոմային աշխատանքի թեման գրադարանները հասարակության զարգացման կարևոր երաշխիք ընթերցանության դերը զինվորականի կյանքում։ Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկգլուխներից, ենթագլուխներից եւ եզրակացությունից։ Հեղինակի դիպլոմային աշխատանքի նպատակն է եղել բացահայտել գրադարանների դերը հասարակության զարգացման իր աշխատանքության մեջ։ Ապա հանգամանալից ներկայացնել է գրադարանների տեսակները եւ նրանց յուրաքանչյուրի գործառույթները։ Դիպլոմային աշխատանքի հեղինակը բարեխիղճորեն ուսումնասիրել է թեման, ծավալուն հետազոտական աշխատանքի կատարել եւ փորձել է հեռական հարթակում բացատրեցիկի օգնությամբ անցկացնել եւ ուսումնասիրել ընթերցանության մասին թեմայով զինվորականների միջավայրը։ Հեղինակը թեմայի քննության ընթացքում փորձել է զուգահեռներ անցկացնել Զորամասի գրադարանի եւ հանրային գրադարանների աշխատանքների կազմակերպման միջև։ Եվ եկել է այն եզրակացության, որ Զորամասի եւ հանրային գրադարանների միջև ակնհայտ են թե ընդհանրություններ, թե էական տարբերություններ։ Հասմիկ Մարգարյանը անդրադարձ է կատարել հանրային գրադարանների որպես բաց բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոններ։ Դիպլոմային աշխատանքը գրված է գրագետ եւ բարեփոխ շատ բարեփոխորեն է արված։ Լինելով գործող գրադարանավար պետք է խոստովանել, որ Հասմիկ Մարգարյանը տիրապետում է թեմայի ողջ խորությամբ, կարծում եմ աշխատանք հազարժանի է բարձր գնահատականի։ Դարբոզ Լիաննա Դարփինյան, ասեմ Լիաննա Դարփինյանը մեր մի քանի տարի առաջվա ուսանողներից է, շրջանավարտներից է, ով նաև աշխատում է թիվ 34 գրադարանում որպես գրադարանավար։ Հիմա կարծում եմ կմոտենա այդպես Գործ թեման դպրոցական գրադարանը կրթական գործընթացի բաղկացուցիչ մաս եւ նախագծային աշխատանքը գրադարանի ուսանողային կրթական ղեկավար Նաթև Անկանյանը։ Իմ դիպլոմային աշխատանքը կազմված է ներածությունից, 3 գլուխներից, առաջին գլուխը դպրոցական գրադարաններ, երկրորդ գլուխը գրադարանավարի գործառույթները եւ երրորդ գլուխը նախագծային աշխատանքը դպրոցական գրադարանում, ունեն նաև հետազոտական աշխատանք եւ իհարկե եզրակացություն։ Աշխատանքը նվիրված է դպրոցական գրադարանների գործառույթներին, դպրոցականների ներգրավմանը գրադարան, այլ են դպրոցական գրադարանի գործառույթները, այն պետք է կրթական գործընթացին զուգահեռ աջակցություն ցուցաբերի նաև աշակերտներին եւ մանկավարժներին։ Գրադարանային ֆոնդը պետք է համապատասխանի կրթակարգին, լինի մատչելի սովորողների համար եւ գրավիչ։ Սույն աշխատանքի շրջանակներում որպես հետազոտության առարկա ուսումնասիրել եմ Երևան քաղաքի 3 դպրոցական գրադարաններ, խոշորացված համայնքի 2 դպրոցական գրադարաններ եւ գյուղական 2 դպրոցական գրադարանների գրադարանավարների աշխատանքները։ Իմ այցելած դպրոցների բոլոր գրադարանավարները ունեին մասնագիտական կրթություն, միայն մեկ գրադարանավարը չուներ այն, ուզեմ առանձնացնել խոշորացված համայնքային համայնքային դպրոցի գրադարանավարի աշխատանքը, որը վերանշված մասնագիտական կրթություն չունեցող, սակայն աշխատանքային փորձ ունեցող աշխատակից էր, աշխատակցուի սիրալիր եւ հանգամանալից ներկայացրել գրադարանի գործունեությունը, նա մեծագույն նվիրումով եւ բարձր պատասխանատվությամբ ստանձնել էր իր պարտականությունները։ Բոլորովին այլ էր գյուղական դպրոցի գրադարանի եւ գրադարանավարի կարգավիճակը։ Ուսումնասիրությունների արդյունքում բախվեցի մի շատ հետաքրքիր խնդրի։
Փաստորեն գյուղական գրադարանների օպտիմալացման ծրագրի արդյունքում հակվել են գյուղական շատ գրադարաններ եւ որոշ գրադարանների ֆոնդերը փոխանցվել են դպրոցական գրադարաններին։ Ուստի այստեղ բախվում ենք մեկ այլ մեծ երկու խնդրի։ Առաջին խնդիրը դպրոցական գրադարանը չի կարող սպասարկել գյուղացիներին ամառային դպրոցական արձակուրդների ժամանակ, քանի որ դպրոցական գրադարանաբարը գտնվում է արձակուրդի մեջ։ Իսկ երկրորդը շատ դպրոցական գրադարաններ չեն կարողացել ընդունել գրադարանային ֆոնդը, քանի որ ունեն սենյակային պայմանների խնդիրներ։ Ցավալի է, բայց փաստ, այստեղ անհրաժեշտ է համապատասխան պետական մարմինների ուշադրությունը եւ աջակցությունը, որպեսզի խնդիրները գտնեն իրենց լուծումները։ Ինչպես երևում է, սակայն կարող եմ նշել, որ քաղաքային դպրոցական գրադարանների խնդիրները հասցված են մինիմալի։ Ըստ որի գրադարանավարի աշխատանքը իրականացվում է ավելի կարգավորված պայմաններում։ Ես ուզում նաև այստեղ նշել, որ քաղաքային դպրոցական գրադարանների գրադարանային ֆոնդը կազմում է 5000 միավոր գեղարվեստական գրականություն, իսկ խոշորացված եւ գյուղական համայնքների գրադարանների ֆոնդը կազմում է 1200-ից 1500 միավոր գրականություն։ Եվ եզրակացություն շատ կարևոր է ոլորտում վերապատրաստման ծրագրերի իրագործումը, ինչը անշուշտ դրական դերակատարում կունենա աշխատողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, որոշակի հմտությունների ձեռքբերման հարցում, անհրաժեշտ է դպրոցներում անցկացնել դասընթացներ, սեմինարներ, հետաքրքիր ծրագրեր, որոնք կխթանեն դպրոցական գրադարանավարի գործի զարգացումը։ Հարկավոր է ընդլայնել պետական աջակցության սահմանները, ֆինանսական հատկացումները, որպեսզի հնարավոր լինի ընդլայնել դպրոցական գրադարանի ֆոնդը։ Հանդիսանում եմ ապարան խոշորացված համայնքի Ռաֆիկ Եղազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի գրադարանավարի ցանկանում եմ ներկայացնել իմ կողմից իրականացված նախագծային աշխատանքները, որոնք իրականացրել են իմ դպրոցական գրադարանում, աշխատում եմ դպրոցական գրադարանում եւ 2 տարի սովորելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ես ավելի ամրապնդեցի իմ աշխատանքային փորձառությունը եւ բավականին նորարարություններ ձեռք բերեցի, որի շնորհիվ ես դպրոցական գրադարանում իրականացրեցի շատ հետաքրքիր նախագծային աշխատանքներ։ Առաջին նախագծային աշխատանքը 7-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրել եմ գրքի խնամք եւ բուժում նախագծային աշխատանքը, որի շրջանակներում աշակերտները իրենց ուժերով վերականգնեցին պատրված գրքերը, մաքրեցին գրքերի վրա արված նմուշները, կպցրեցին եւ նոր տեսք տվեցին հնամաշ եւ վնասված գրքերի, փորձելով երկարացնել դրանց կյանքը։ Նախագծի նպատակն է կարևորել գրքի խնամքով օգտագործումը։ Երկրորդ նախագծային աշխատանքս գրքի գիրք նվիրելու օրվա արդիվ իմ նախաձեռնությամբ կազմակերպեց նախագծային աշխատանք, որի ընթացքում դպրոցի բոլոր դասարանները, 1-ից 9-րդ դասարանի աշակերտները փոքրիկ ելույթներ ասեցին տոնի խորհրդի մասին, այնուհետև յուրաքանչյուր դասարան դպրոցի գրադարանին նվիրեցին իրենց գրքերը, նպատակը գրադարանը հարստացնել նոր գրքերով։ Նաև ներկայացնում երրորդ նախագծային աշխատանքը, դպրոցում իրականացրել եմ գրքի քննարկում, որին մասնակից են եղել 8-րդ դասարանի աշակերտները, նախապես հանձնարարված գրքերը ընթերցելուց հետո նշանակված օրը իրականացրեցի բանավեճ քննարկում, վերլուծեցին ստեղծագործությունները, անդրադարձան կերպարներին, հնչեցին շատ հետաքրքիր ու հակասական կարծիքներ, աշակերտները բերեցին համոզիչ փաստարկներ, յուրաքանչյուրն իր տեսակետից ելնելով։ Նախաձեռնության նպատակն էր զարգացնել քննադատական մտածողությունը, կարողանալ արժևորել սեփական կարծիքը եւ իհարկե սովորել առողջ բանավիճը։ Այսքանը։ Շնորհակալություն։ Եթե հարցեր չունեք, ղեկավարը Տաթև Աբրահամյանն է։ Ես ասեմ, որ Արգինեի հետ մեկ տարի
1 տարի չէ, մի փոքր ավելի քիչ աշխատում ենք եւ այս աշխատանքը հետաքրքիր էր եւ ինձ համար եւ Արգինեի համար, քանի որ դիպլոմային աշխատանքի բուն թեման դպրոցական գրադարանը կրթական գործընթացի բաղկացուցիչ եւ նախագծային աշխատանքը գրադարանում սա էր, շեշտը դրել ենք, իհարկե աշխատանքը տեսական մասեր ունի, բայց մենք համարեցինք, որ ավելի կարեւոր է խոսել գործնական աշխատանքի մասին, այդ հարցումը որի արդյունքները եւս կարծում եմ հետաքրքիր են եւ անձնապես իր գործունեության վրա ինչպես է ազդել այս 2 տարվա ուսումնառությունը, ինչ է վերցել կրթահամալիրից եւ ինչ նախագծեր է իրականացնել։ Կարծում եմ այս մասով Արգինեն իր աշխատանքը կարողացավ լավ ներկայացնել։ Գրախոսը կարելի է հետադարձել ճանապարհներից ով աշխատում է գրադարանում այս բանը, դպրոցական գրադարանում։ Ես 25 ներկայացնում Արգինե Քոչարյանի դիպլոմային աշխատանքը։ Դպրոցական գրադարանը կրթական գործընթացի բաղկացուցիչ մաս, նախագծային աշխատանք գրադարան, թեմա։ Արգինե Քոչարյանի դիպլոմային աշխատանքը նվիրված էր արդի կրթական համակարգում դպրոցական գրադարանի դերի, նշանակության և զարգացման հնարավորությունների ուսումնասիրության։ Ընտրված թեման արդիական է և կարևոր, քանի որ ժամանակակից կրթության պայմաններում գրադարանների տարածումը ոչ միայն որպես գրքերի պահպանող վայր, այլև որպես կրթական, տեղեկատվական և մշակութային միջավայր, որն աջակցում է սովորողների գիտելիքների ընդլայնմանը, ինքնուրույն ուսումնասիրության և հետազոտական հմտությունների ձևավորմանը։ Աշխատանքը կառուցվածքային առումով համապատասխանում է դիպլոմային աշխատանքի պահանջներին և բաղկացած է ներածությունից, 3 գլուխներից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից։ Ներածությունում ներկայացված են թեմայի արդյունավետությունը, նպատակը, խնդիրները, տեսական և մեթոդական հիմքերը։ Առաջին գլխում հեղինակը ներկայացնում է դպրոցական գրադարանի էությունը, գործառույթները, կառավարման առանձնահատկությունները, ֆոնդերի ձևավորման սկզբունքները և ռեսուրսների ընտրության չափանիշները։ Թեման շարադրված է տրամաբանական հաջորդականությամբ օգտագործված են մասնագիտական գրականության և ոլորտային ուղեցույցների տվյալները։ Երկրորդ գլխում ուսումնասիրում են դպրոցական գրադարանավարի գործառույթները և իրականացվել է հետաքրքիր հետազոտական աշխատանք քաղաքային, համայնքային և գյուղական դպրոցների գրադարաններում։ Հեղինակը ներկայացրել է սեփական դիտարկումներ և հարցումների արդյունքները, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ոլորտում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին։ Հատկապես արժանավոր է գործնական փորձի և իրական օրինակների ներառումը։ Երրորդ գլխում ներկայացված են գրադարանը որպես նախագծային գործունեության հարթակ դիտարկող նորարարական գաղափարներ։ Հեղինակի կողմից առաջարկված գրքի բժիշկներ խմբակի, գրադարանի մասին տեղեկատվական ցուցիկների ստեղծման և գրքային թատրոն նախագծել է հետաքրքիր և կիրառելի և կրթական մեծ արժեք ունեցող նախաձեռնություններ են, որոնք որ ինձ շատ դուր են եկել և ես հաստատ կկիրառեմ իմ գործնական։ Մենք այդ նպատակներ հետապնդում ենք երկրորդ տարի համայնքային։ Իրոք շատ ինձ դուր եկավ այդ նախագծային աշխատանքները։ Դրանք նպաստում են աշակերտների ստեղծագործական մտածողությանը, համագործակցության,